Մոսկվայի գրողների միության կենտրոնական տանը ռուս-հայկական համագործակցություն կազմակերպության եւ Ռուսաստանում հայերի միության համատեղ ջանքերով տեղի ունեցավ երեկո, նվիրված Հայաստանի անկախության 21-ամյակին։ Երեկոյի գեղարվեստական մասում ելույթ ունեցավ Հայաստանի հանրային ռադիոյի Սայաթ Նովա աշխուղական երգի վաստակավոր անսամբլը, որի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը համարում է, որ Հայաստանի անկախությունը իր մեջ ունի նաեւ խորհուրդ։ Մենք պիտի կարողանանք ըստ արժանվույն գնահատել ամենամեծ ձեռքբերումը անկախ պետականությունը եւ ապրել ճիշտ եւ օգտակար ի նպաստ մեր հայրենիքի եւ մեր ազգային մշակույթի։ Բարձրաճաշակ արվեստի հենք ազգային, անաղարտ ու մաքուր ակունքներից բխող աշխուղական երգն է, որի նվիրյալ մեծ քնարերգու Սայաթ Նովայի 300-ամյակը համույթը նշում է Ռուսաստանի հայաշատ քաղաքներով իրականացվող համերգային կատարումներով։ Աշխարհում չկա մի հայ, որն իրեն հայ է կոչում, չճանաչի ու չսիրի Սայաթ Նովայի երգը։ Սայաթ Նովան հայրենիք է եւ նրա երգն ապրեցնում է մեր ժողովրդին։ Это великолепное сегодня событие. Я просто прибежала, чтобы еще раз послушать, еще раз ощутить это армянское я, эту музыку. Дело в том, что меня прежде всего привлекает музыка моей родной страны. Это наши корни, которые нужно постоянно помнить и чтить. Խմբի երաժիշտներն ու երգիչներն ի խորոց սրտի կատարում էին տարբեր ժամանակների աշուղների, Շերամի, Հավասի, Ջիվանի եւ ժամանակակից այլ աշուղների երգերը։ Դահլիճին փոխանցում էին խորհուրդն ու խրատը, այն խաղն ու տաղը, որ կա ամեն մի գուսանական երգի տողատակերում։ Ես շատ եմ ցանկանում, որ Սայաթ Նովան հասանելի լինի յուրաքանչյուր հային, հատկապես Սփյուռքում ապրողին, որովհետև Սայաթ Նովայի երգը կարող է հագեցնել նրա պապակ սրտի կարոտը, հայրենիքի նրա հող ու ջրի նկատմամբ։ Պետք է հաճախ արտասահմանում, նամանավանդ Ռուսաստանում ներկայացնենք մեր ազգային արժեքը, որը շատ բան է ասում մեր ազգի մասին, մեր պետության մասին։ Հայոց պետականության ու մշակութային հարուստ արժեքների հիմքի վրա պիտի շաղախվի համահայկական միասնականությունը եւ այսօր, երբ հայոց հասցեին հնչում են սպառնալիքներ եւ մարտահրավերներ, հեռավոր Մոսկվայի համերգային դահլիճի կամարների ներքո հնչող Վանի, Մուշի, Ալաշկերտի նկատմամբ կարոտի երգը պիտի դառնա հեի ազատատենչ ոգու զարթոնքի առիթ։ Հայկական պետականության թեման եւ հայկական մշակութային արժեքները այն շաղախն են, որը ավելի ամրապնդում համահայկական միասնականությունը եւ այսօրվա երեկոն նվիրված լինելով Հայաստանի պետական տոնին, անկախության տոնին, մենք անցկացնում ենք հենց այս հենքով, որպեսզի Ռուսաստանի համայնքը ավելի համախմբենք հայկական պետականության շուրջ եւ ավելի համայնքային գործունեությունը դնենք բարձրորակ մշակութային հիմքերի վրա։ Սուսաննա Հովհաննիսյան, Արթուր Հախինյան, Մոսկվայից, Երկիրն այսօրի համար։